Բարև ձեզ ժողովուրդ, ասին մի քիչ խոսամ մի քանի թեմաներից խառը, ուրեմն ճանապարհ, հա, Միացյալ Նահանգների նախագահի անունով, Միացյալ Նահանգների նախագահան այսօր կա, վաղը չկա, հետո, գալիք նախագահի անունով պիտի դնենք ճանապարհը փոխենք, ուրեմն ստեղով որ ճանապարհորդվում ես, ասենք, այս ճանապարհներով, ստեղ ճանապարհները կրում են, ասենք, վետերանների անունները, տարբեր պատերազմների, օֆիցերների անունները, ասենք, այդ highway patrol-ի, ասենք, այդ ճանապարհային ոստիկանության օֆիցերների անուններն ատեղ, ասենք, ինչ-որ մի բանից զոհվել են կամ բան են արել, ասենք, այդ կրակել են կամ բան են արել, այդ մարդկանց անուններն ա դրած այդ ճանապարհների վրա, տարբեր զինվորների անուններն ա դրած, հայտնի մարդկանց անուններն ա դրած ճանապարհների վրա, ուրեմն այդ մեր հերոսների նկարներն ու անունները այդ ճանապարհի վրա 2 տարուց ավել առաջ, 2 տարի կլինի ավել, հետո չեմ շփոթվում, ասել է Վարդան Ղուկասյանը, որ այդ ճանապարհին պետք է լինի նախ հայկական Հայաստանի դրոշը, Արցախի դրոշը ու այդ մեր հերոսների նկարներն ու ազգանունները, սկսած, չգիտեմ, Տիգրան Մեծից, ասենք, եկած մինչև, ասենք, 44 օրյա պատերազմի մեր հերոսների անուններն ու նկարները պետք է լինեն այդ ճանապարհի վրա, հետո ասել է 2 տարի առաջ, 2.5 տարի առաջ, Վարդան Ղուկասյանը, իսկ հիմա Ալիևը ասում է, ես այդտեղով պետք է գնանք գանք ու ոչ մի հայերս պետք չտենանք, հետո, ճանապարհները ոնց է այստեղ, ուրեմն նահանգից նահանգ որ գնում ես, նահանգից որ մտնում ես ուրիշ նահանգ, կշերքներ կա, այստեղ թույլատրվում է բեռնատարը իր այդ պրիցեպով, օբշի այդ սաղ բեռնատարն ու պրիցեպի քաշը, բեռի քաշը, օբշի, պետք է լինի 80,000 փաունդ, էդի կոպիտ 40 տոննա, իմ կարծիքով Հայաստանում պետք է լինի 20 տոննա, ստեի ճանապարհներն ու Հայաստանի ճանապարհները իրար չես կարող համեմատես, այդ նագրոսկեն, այդ մեր ճանապարհների վրա գնելու համար 20 տոննա, լավ, էդի հրասենք մի կողմ, ուրեմն արևելք որ գնում ես, արևելք, այնտեղ ճանապարհները վճարովի է, նույնն էլ Ռուսաստանում կա իմ կարծիքով, կոչվում է Պլատոն, վճարովի է ճանապարհները, նույնն էլ այստեղ արևելքում է, օրինակ մեր մոտ արևմուտքում, որտեղ որ մենք ենք ապրում, չկա վճարովի ճանապարհներ, հենց գնում ես, ասենք, Միացյալ Նահանգների կեսը անցնում ես դեպի արդեն, որ արևելք ես, այնտեղ սկսում է վճարովիները, նույնը Հայաստանում պետք է լինի, ցանկացած բեռնատար, որը որ մտնում է Հայաստան, պետք է վճարի նոր մտնի, ու բեռը պետք է լինի 20 տոննա, որտեղ ճանապարհները չվնասվի, բան էլի, շուշուտ, քիչ գոնե դիմանան, հետի տենց, ինչի ես, ասենք, լավ, ուրիշ թեմա հիմա ասենք, ուրիշ թեմա խոսանք, ինչի եմ ես շատ սիրում Լևոն Տեր-Պետրոսյանին,
Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ այդ մութ տարիների պատճառով մահացել է իմ մայրը։ Ու իր այդ ապուշ սուտի ինտելիգենտ լինելու համար ես շատ եմ սիրում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինչի համար եմ ես շատ սիրում Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը մի հատ սվիտերով եկավ կամ բերին Հայաստան մեր գլխին, վերջում այդ բերողների գլուխներ կերավ, Հայաստանից այդքան մարդու գլուխ կերավ, դարավ մուլտիմիլիարդեր իր լակոտների հետ միասին, Վլադիմիր Վլադիմիրիչին Ռուսաստանին ծախեց Հայաստանի կարևորագույն օբյեկտները, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը քաստում անում միլիարդավոր դոլարներ Աֆրիկային, չգիտեմ, ընդ Հարավային Ամերիկային պետություններից։ Մեզի չէ, մեզի պարտքը բերեք տվեք, բրացկի նարոդ։ Այդ դրա համար ես շատ եմ սիրում Ռոբերտ Քոչարյանին։ Ես շատ եմ սիրում Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանի եղբորը Սաշիկ Սարգսյանին։ Դե որտեվ բոլորս գիտենք ինչ էր անում Սաշիկը, ինչից էր տեղյակ Սերժ Սարգսյանը, ավելի ճիշտ անտեղյակ, ոչ մի բանից տեղյակ չէր այդ մարդը։ Հոկտեմբերի 27-ից տեղյակ չէր, ինքս դե չէր, Հայաստանում չէր ինքը։ Մարտի 1-ից տեղյակ չէր ինքը, ոչ մի բանից տեղյակ չէր։ Ախպերը թալանում էր, բանել արում ընդ ոչ փայ, մայ, դա 50 բան, ինքը տեղյակ չէր։ Ինքը տեղյակ չէր, որ մեր Հայաստանում բան անում, աճում է բան։ Թուրքական մի հատ ցեղ, որ հիմա ղեկավարում է, ինքը տեղյակ չէր։ Ոչ մի բանից տեղյակ չէր այդ մարդը։ Պրեզիդենտ մարդը եղել, ոչ մի բանից տեղյակ չէր։ Այդ դրա համար եմ շատ սիրում ես Սերժ Սարգսյանին։ Շատ եմ սիրում հիմա ոնց որ ասում եմ Գևորգ Պետրոսյանը Նիկոլ Փաշինին, բայց ես ասում եմ Նիկոլ Փաշօղլի։ Շատ եմ սիրում։ Իր ընտանիքին շատ եմ սիրում։ Ուշքս գնում է։ Դե հերոսությունները չասենք մեր Փաշօղլու, սա գիտեմ։ Դրա համար շատ սիրում եմ։ Հետո գիտեք ինչ եմ ուզում մի հատ էլ բան ասեմ։ Ժողովուրդ ջան, այդ որ միշտ ասել եմ, էլի, հայը հային պետքա ոչ քցի, ոչ ծեծի, ոչ սպանի, ոչ ասի աշկիդ վերևը ոնք կա, մազին չկպնի, միշտ ասել եմ, բայց դե հիմի տեսեք, այս Փաշօղլու գլխին ինչ ասես բերել են, չէ, այդ թերթի մեջ հավայի բաներ գրելու մար ընդ կլաուզա, տալ են, ծեծել են, մեզել են վրեն, բան են արել, հասկանում եք, հիմա եկել է, տենում եք ինչ անում, ինչ պարտադիր են մի տրան տանել, ծեծել, մեզել վրեն, հարց եմ էլի ուզում տամ, հա գրում էր, ջայնամ թե չէր գրում, Հիմի լավ է, որ եկել է սենց սաղին բանը, իրա չմո հալով դրել է չմոյի տեղ։ Նույն այդ որ իրա վրա մեզում էր։ Լավ է։ Ծեծում էր, թքում էր վրեն։ Լավ է։ Լավ չի, չէ։ Այդ դերասանների մասին, այդ երգիչների մասին չեմ էլ ուզում խոսամ։ Ինչ խոսես։ Չգիտեմ, այդքան բան էլի։ Ես իմ Facebook-ի ընկերներից, բացի Facebook-ից մենք սենց էլ ենք իրար շատ հաճախ ենք տենում, ասենք տենում ենք իրար,
իր անունը Բարիս Միրզոյանը։ Թող Բարիս Միրզոյանը ների ինձ էլի, որ ես ես բաները ասում եմ, բայց չեմ կարա չասեմ։ Ուրեմն 8-ամա այդ Բաքվի ջարդերի վաղտ, Բաքվի ջարդերի ժամանակ Բարիս Միրզոյանի կինը հղի ալնում։ Մի հատ տղա ունեն այդ ժամանակ, տղա ունեն։ Ու երկրորդ երեխայով հղի էր կինը, այդ Բաքվի ջարդերի ժամանակ։ Դե ցեղասպանության նման սցենարով այդ կնոջ փորը ճղում են, հանում են այդ երեխային, այն մանրամասները չպատմում էլի։ Հիմա մեզ եկել են ասում են խաղաղություն, ախպերություն Թուրքիայի Ադրբեջանի հետ, այն Թուրքիայի հետ կամ Թուրքիայի հետ, որ մեր մայրերի կաթով, մեր մայրերի կաթից սնվելով մենք իմացել ենք ինչա ցեղասպանությունը, ինչ են արել։ Հիմա եկել են, Արարատն են հանում, վաղը չեմ իսօրը բանում։ Եռաբլուրը կհանեն ոնց որ Վարդան Ղուկասյան դերասան։ Շատերն են հիմա ասում, բայց լսող չկա։ Այնքան խելոք մարդ կա, հենա խոսում են, ով է լսում։ Ասում են հա խոսում է, էլի։ Բանուգործ չունեն, խոսում են։ Դե չարած, մեր ժողովուրդն է տենց է։ Ինչ եղել է 3 չառաջորդը դե չի հիշում, չէ՞, մեր ժողովուրդը չեն հիշում։ Պետք է ամեն օր ասես, ամեն օր նույն բանը պետք է ասես, որ այս ժողովուրդը բան անի։ Հիշի ինչա կատարվել։ Հիշի ոնց այս ամեն ինչի մասին իմացել։ Մեր դենկաների մեջ դրած է մայրական կաթից, մայրական կաթով սնվելուց։ Չգիտեմ, Բարիս ջան, թե նայես կներես, որ այդ բանը պատմեցի, բայց դե մի օր պետք է պատմեի։ Չգիտեմ, այդքան բան ժողովուրդ ջան։ Խաղաղություն աբերը, ախպերություն։ Այդ ճանապարհը իմ գալուց բանը։ Ասեցի, չէ, պետք է վճարովի լինի։ Այս փաշողլին այդպես բաներ չի ասում, որ ճանապարհը պետք է վճարովի լինի, բանը լինի, այդ փողերը ում պետք է տան, այդ գումարը կայացած, այդ ճանապարհից եթալով գալանով, չէ, բան չի ասում։ Կամ ուրեմն ինքը լավ փող է եկալ է։ Ու թքած ունի, ասենք, թե ինչ կլինի։ Ինքը իր փողով եկալ է։ Ընդ ով հետո մի կաշխատի, փող կաշխատի, իրան չի իրականում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ չգիտեմ ով։ Որտեղի պետք է Հայաստանի բյուջեն մտնի այդ փողերը։ Հետո որ էթում է գալիս է, պետք է փող տա։ Էսի դրա մասին չի խոսում։ Անգլիա բան է։ Իրան դրել է թեատրալի տեղ։ Ամեն ինչից հասկանում եմ։ Գինեկոլոգիայից խոսած կհասկանա դա։ Միանգամից դիագնոզը կտա։ Լավ ժողովուրդ ջան։ Խառը խշտիկ մի քիչ ստացվեց։ Լավ եղեք, հետո էլի խոսանք։